Մենք կարող ենք շատ վստահ ու համոզված պլանավորել առաջիկա տարին, ամիսը կամ ուղղակի վաղվա օրը, բայց ոչ մեկը երբեք չի կարող իմանալ, թե ինչ կլինի հաջորդ րոպեին ու ոնց կփոխվի կյանքը։ Մենք պլանավորում ենք, իսկ Աստված տնօրինում է մեր այս օրը, վաղվա ու ամբողջ կյանքը։ Մեզ միշտ երկու դուռ են առաջարկում, ու եթե անգամ մենք սխալ դռնով ենք մտնում, մի օր վերադառնում ենք նույն կետին, որ հետո ճիշտ դուռը բացենք։ Բախտավոր է այն մարդը, ով չի ուշանում։ Բախտավոր է այն մարդը, ում սխալից մենակ ինքն է տուժել, ու այդ սխալ դռնով ուրիշ մարդկանց չի տարել իր հետևից։ Մագդա, ո՞նց ես։ Նենց եմ կարոտել քեզ։ Այդ քեզ չի փրկելու, որովհետև ահավոր ջղայնացած եմ քո վրա։ Բա երեխեն ուր է, երեխուն էլ եմ շատ կարոտել։ Երեխեն տանն է, ես էլ եմ հեսա հասնում տուն, բայց մեկ է, ես ահավոր ջղայնացած եմ։ Ու թեման մի փոխի, հա։ Տենց էլ գիտեի։ Ամբողջ գիշեր ես զանգել եմ քեզ։ Այդ ինչքան պետք է զբաղված լինես, որ հարազատ աղբոր զանգերին չպատասխանես, հա։ Լավ, գոնե մի երկու բառ գրեիր։ Ուր ես հիմա։ Տանն ես։ Ապեր մի բան եմ ուզում ասեմ, բայց շատ չանհանգստանաս։ Արդեն ամեն ինչ անցել է։ Ինչ ա եղել։ Երեք վիրահատվել եմ։ Մագդա, ինչ ա եղել։ Ավտովթար։ Արշակի երդվում եմ, ես մեղավոր չեմ եղել։ Ոսկորներ փշրվել, դրա համար վիրահատություն էր պետք։ Եթե ուզում ես, բուժքրոջը կտամ, ինքն էլ կասի։ Բարև ձեզ։ Հա, իրոք արդեն լավ է։ Ուղղակի դեռ երկար ժամանակ ոդկա գիպսի մեջ պետք է մնա, խնամքի կարիք կունենա։ Ես արդեն լավ եմ, Արշակ։ Գալիս եմ Երևան։ Մեքենայից մինչև տուն 2 րոպե ընդամենը, ու ես պիտի հասցնեի մտածել, ոնց եմ բացատրելու իմ 9 տարեկան աղջկան, որ մենք գնում ենք Երևան։ You good? Հարև բալես, մենք Երևան ենք գնում։ Դրանից առաջ Երևան գնալու մասին բոլոր խոսակցությունները ավարտվել էին իմ անիմաստ բացատրություններով, որ մենք երբեք չենք վերադառնալու։ 10 տարին 2 րոպեում անցավ աչքիս առաջով ու հիմա արդեն հաստատ կարող եմ ասել, որ եթե Մագդայի դեպքը չլիներ, ես երբեք չէի կարողանալու համարձակություն գտնել իմ մեջ ու վերադառնալ Երևան։
Ես ուղիղ 10 տարի չեմ եղել Հայաստանում ու երդվել էի, որ էլ երբեք չեմ գնալու, որովհետև ես ու Շուշանը 10 տարի առաջ պայմանավորվել էինք հասնել մեր բոլոր նպատակներին ու հետո իրար հետ վերադառնալ։ Շուշանը չպահեց պայմանը, չմնաց հետս, գնաց թողեց ինձ մենակ Արևի հետ ու ես որոշեցի, որ իմ կողմից էլ պայմանը պահելու պարտավորություն արդեն չկա։ Հիմա արդեն դեպի Երևան գնալու ճանապարհին հասկանում եմ, որ կյանքը ավելի ուժեղ է, քան մենք։ Հանդիպումներ կան, որ մենք չենք պլանավորում ու ինչքան էլ որ աշխարհը մեծ լինի, մեկ է։ Ամեն մեկս ունենք մի անկյուն, որը կանչում է ու եթե երկար ժամանակ չես լսում այդ կանչը, ուղղակի տանում է քեզ, անկախ քո կամքից ու ցանկություններից։ Երկար տարիներ առաջ դժվարությամբ 1001 ճանապարհ անցնելով, ամիսներով անծանոթ տեղերում մնալով Ամերիկա ենք հասել։ Իսկ հիմա ընդամենը մի 16 ժամ հետո ես ուղղակի կիջնեմ ինքնաթիռից ու կթվա, որ այս 10 տարին չի էլ եղել, որ նոր ենք ծանոթացել ու այնքան նպատակներ ունենք, որ թվում է մի ամբողջ կյանք չի հերիքելու իրականացնելու համար։ Հիմա 10 տարի անց ես ու Շուշանը էլի կհանդիպենք, բայց մի տարբերությամբ։ Մեր նպատակներից ամենակարևորը կանգնած կլինի կողքիս ու կասի բարև մամա։ Չգիտեմ ինչի չեք հավատում, բայց հղիության հետ ամեն ինչ նորմալ է։ Պտուղը 7-ից 8 շաբաթական է։ Ես վստահ եմ, որ sense բան չէր լինելու իմ կյանքում, որ ես տենց էլ երեխա չէի ունենա։ Սիրտս ուրախությունից կպայթի, մի բան ասա։ Վախենում եմ, Արշակ։ Ինչի՞ց։ Ինչի՞ց ես վախենում։ Լսի, աշխարհի ամենալավ բանն է եղել։ Մենք երեխա ենք ունենալու, լսում ես։ Կգնանք Ամերիկա, ես կաշխատեմ, երեխեն կծնվի, հետո… Դու մոռանում ես, ես երեխեք ունեմ, Արշակ։ Ես 3 երեխաների մայր եմ։ Դու մենակ մեր մասին ես խոսում։ Ու մոռանում ես մի պարզ բան, ես նաև ամուսնացած եմ։ Մենակ թղթով, Շուշա։ Ինչ տարբերություն։ Այսինքն ինչ տարբերություն։ Տարբերություն չկա, հա։ Ում հետ ես ամուսնացած։ Կամ քանի տարի ամուսնացած ես այն մարդու հետ, ում որ չես տեսել։ Հիշացնեմ քեզ, հա։ 4 տարի, Շուշան, 4 տարի, ոչ դու, ոչ երեխեքդ չգիտեք այդ որտեղ այդ ամուսին կոչվածը։ Ճիշտ ես ասում։ Ամեն ինչ ճիշտ ես ասում։ Բայց ես մեկը վախենում եմ։ Արշակ հասկացի, երեխեքս մեծ են, տղես արդեն մեծ տղամարդ է, ես ոնց եմ բացատրելու, ոնց եմ ասելու, ինքը չի ընդունի, չեն ընդունի։ Ես քեզ ընդամենը մի տարի է որ ճանաչում եմ։ Դրանից առաջ որտեղ ասես աշխատել ես, ինչ ասես արել ես, որ երեխեքիդ պահես։ Արել ես, չէ՞։ Ցերեկն աշխատել ես, իսկ գիշերեկը նստել ես հիվանդ երեխու կողքին։ Առավոտ նորից աշխատել ես, որ հասցնես։ Ես հասկանում եմ, այն ժամանակ դժվար է եղել, որովհետև փոքր են եղել։ Դու քո մասին մոռացած արել ես։ Իսկ հիմա արդեն մեծ են։ Հիմա գոնե առանց նեղվելու կանգնի իրանց մոտ ու ասա, երեխեք ջան, սենց է վիճակը։ Ձեր հայրը չկա, մի ամիս չի, մի տարի չի, 4 տարի չկա։ Ու դու քո կյանքը որոշել ես ուրիշի հետ դասավորես։
ու լավ էլ կհասկանան իրանք, կընդունեն, բայց քեզանից է կախված, թե դու ոնց դա կասես։ Ու վերջապես ծանոթացրու ինձ քո երեխեքի հետ։ Ես կխոսեմ որդուդ հետ, մեծ մարդու պես կբացատրեմ, որ ճանաչի կընդունի։ Ու վերջապես ես հո մարդեկեր չեմ։ Կգնանք Ամերիկա։ Ես կաշխատեմ, երեխեն կծնվի։ Երեխեքին կբերենք մեր մոտ, չեն գա, մենք կգնանք, տուն կառնենք։ Ես իրանց համար հայր կլինեմ։ Չեն ուզի ընկեր կլինեմ, բայց վստահ եղի, որ ոչ մի անգամ չեմ անտեսի ու օտարություն չեն զգա։ Լսի, դու այսքան ժամանակ այնց չես ճանաչում։ Գոնե հիմա կանգնենք ուրախանանք, լացում ես։ Ես քեզ մենակ եմ թողել, հա։ Ես քեզ ասել եմ երեխեքիդ թող, մոռացի։ Ճիշտ ես ասում։ Ամեն ինչ ճիշտ ես ասում։ Ես կգնամ ու կասեմ, հենց այսօր։ Խոսք եմ տալիս, կգնամ ու կասեմ։ Ամեն ինչ լավ կլինի։ Չէ՞։ Հա։ Ես տան տարածքում կսպասեմ։ Հենց խոսա զանգի։ Սպասում եմ։ Պապան է եկել, ներսմա, եկել է որ մնա, տատիի հետ է։ Բարի օր Շուշան, տեսքդ նույնն է մնացել, չես փոխվել։ Ուզում է երեխուն գրկեի չթողեց, երևի սպասում է դու ասես նոր գրկեմ։ Իսկ կարողա չի ճանաչել։ Աստված աղոթներս լսեց։ Երեխես վերջապես տուն հասավ։ Գլխին ինչ ասես եկել է, բայց մեկ է, տուն հասավ։ Ինչ եք դռների մեջ կանգնել, ներս անցեք։ Ինչ կներեք։ Գնա պապային մեծ սուրճ սարքի, մեծ բաժակով, ինքը շատ է սիրում սուրճ, գնա բալես, ներս անցի ցավը տան։ Ես քեզ ուղղակի խնդրում եմ, հիմա գնա, չեմ կարող խոսամ տունը, շատ խառը վիճակ է, երեկոյան կգամ, կտեսնվենք, ամեն ինչ կբացատրեմ, լավ։ Լսի ստեղ մի երկու բար խոսենք նորից ենք ներքև, չեմ ուզում, որ երեխեք ու մաման ներկա լինեն։ Ինչի՞։ Ինչ-որ բան կա, որ մամայդ չգիտի, կամ երեխեքը չեն հասկանում։ Քեզ հետաքրքիր չի ես 4 տարի է ուր էի։ Իսկ քեզ հետաքրքիր էր, մենք այս 4 տարի ոնց էինք ապրում։ Փոխվել ես, շատ ես փոխվել։ Գնացի գործի տեղ, մտածեցի այնտեղ կլինես, կխոսենք նոր գամ տուն։ Ասեցին արդեն 2 տարի է չի աշխատում։ Երևի տնեցիք էլ չգիտեն, չէ՞ որ չես աշխատում, գործից դուրս ես եկել։ Էդ ինչի տենց որ Շուշան։ Աշխատավարձս չէր հերիքում։ Չգիտեի ինչ անեի։ Ուրիշ գործ գտա։ Սկսեցի ուրիշի տները հավաքել։ Չէի ուզում երեխեքս իմանան ինչ եմ անում։ Աղջիկները կարող է հասկանային։ Բայց նորոս տղա է։ Տղամարդ եմ մեծացնում։ Պատկերացնում ես, ասեի, գնում եմ ուրիշի տունն եմ մաքրում։ Մեկ-մեկ էլ նկատողություն եմ ստանում վատ հավաքելու համար։ Ու չեմ կարողանում ասել, որ հոգնած եմ, որովհետև օրվա մեջ երկրորդ տունն է արդեն, որ հավաքում եմ։ Ոնց այդքանը բացատրեի տղուս։
Նենց արեց հերդ թողեց գնաց։ Ինչ եղավ։ Ընտանիք չդառավ։ Հիմա էլ նույնն անում, որ թողի հետ գնա։ Բա տղամարդուն տենց են դիմավորում։ Աղբերդ էլ թողեց փախավ։ Հերն ա եկել։ Գոնե նստի, հետը խոսա։ Գոնե մերդ զանգի տղուն տուն կանչի։ Հիմա որ հերդ թողեց հետ գնաց, էլի մերդ ա մեղավոր լինելու։ Առանց որ ինչ ա կյանքը։ Նենց որ մեծ աղջիկ ես, նստի մորդ հետ խոսա։ Ու վերջապես իմ տղան տուն ա եկել, իրա տուն ա եկել։ Ու եթե իրան ինչ-որ բան դուր չի գալիս, թող ինքը թողնի գնա։ Մենք մեր երեխեքին կպահենք։ Լսի, դու չես էլ ուզում լսես ինչ եմ խոսում։ Իսկ ինչն ա փոխվելու բաբկեն։ Գործ չունեի, վիճակս ծանր էր, դեպքեր էին եղել, չեմ ուզում պատմեմ։ Դրա համար էլ փող չէի կարողանում ուղարկել։ Զանգելու փող էլ չկար։ Մի անգամ զանգելու փող չկար բաբկեն։ Երեխեդ հիվանդանոցում էր, դու դա գիտեիր։ Քո գնալուց էր հիվանդանոց ընկել։ Մի անգամ քեզ չհետաքրքրեց երեխեդ ողջ ա թե։ Ինչ ես խոսում, Շուշան։ Մենակ չասես, թե հուզվում ես, խնդրում եմ։ Լավ, մի խոսքով դու տրամադրված չես ինձ լսելու։ Իհարկե, գնա։ Քոնը գնալն ա, չէ՞։ Երբ ելք չես գտնում, միանգամից գնում ես։ Ոչ մի բան չի փոխվել։ Չնայած չէ, մի բան փոխվել ա։ Էլ ձեռքերիդ ազատություն չես տալիս, երբ որ ինչ-որ մի բան սրտովդ չի։ Թե նոր ես եկել։ Այս ամեն ինչ տեղը կընկնի։ Նորոն տուն չեկավ։ Չի գալու։ Ընկերս տանն ա մնալու։ Ու ինչքան։ Չգիտեմ։ Բազմոցին կքնես։ Ես չգիտեմ ինչ անեմ։ Ես իրոք չգիտեմ ինչ անեմ։ Ալինան ոչ մի բան չի հասկանում։ Ուրախացել ա, որ պապան ա եկել։ Պատկերացնում ես։ Գնում ա, մոտ ա թողնում։ Էլիզը ուղղակի ուզում ա պապա ունենա։ Չնայած հոգու խորքում մեղադրում ա։ Մենակ Նորոն ա, որ տուն չի գալիս։ Նորոն կհասկանա քեզ։ Չէ, Արշակ։ Չէ, չի հասկանա։ Հատկապես, որ իմանա քո մասին, իմանա, որ ես հղի եմ, կամ հոր կողմը կբռնի, կամ երկուսիսը կջնջի իր կյանքից։ Շուշան, դու արդեն հղի ես, արդեն ես կամ ու ոչ մի բան չենք փոխելու։ Ինձ լսի,
Ինչքան շուտ դուրս գաս այդ տնից, այդքան ավելի հեշտ կլինի քո համար։ Դու չես կարող այդ տանը մնաս այդ մարդու հետ ու ընտանիք խաղաք, երբ որ ես եմ քո ընտանիքը։ Ու մենք երեխա ենք ունենալու։ Շուշան։ Ես չեմ կարող։ Ինչի չես կարող, հա? Այդ երեխեն արդեն կա, ինչի չես կարող։ Ինձ նայ։ Ինչ ես մտածել։ Ես ամուսնացած եմ։ Հա, ես ամուսին ունեմ։ Ու ինքը նոր է հետ եկել։ Իսկ ես ուրիշից երեխա եմ սպասում։ Բա ինչ ես անում։ Ինձ լսի։ Ես 40 տարեկան եմ, կյանքում ընտանիք չեմ ունեցել։ Մորս մայից հետո մտածել եմ, որ իմ միակ պարտքը փոքր քրոջս մեծացնելն է։ Ու տենց էլ ապրել եմ։ Բայց հիմա դու կաս։ Ու մենք երեխա ենք ունենալու։ Լսի, ես սենց բան կյանքում չեմ զգացել։ Լսում ես, 40 տարեկան եմ, սենց բան չեմ զգացել, առաջին անգամ պապա եմ դառնալու։ Ու հիմա դու կարող ես որոշես, որ չես ուզում այդ երեխուն ունենաս։ Հա? Ինչ ես որոշել։ Հա? Կամ ոնց ես տենց բան որոշել։ Ես չկամ այս թեմայի մեջ, հա? Ես կապ չունեմ դրա հետ։ Ինձ լսի։ Մտքովդ անցել է, որ չունենաս այդ երեխուն, հա? Տենց բան ես մտածել։ Ես հենց այսօր քեզ կհանեմ այդ տնից։ Ու քո մարդու հետ ես ինքս կխոսամ։ Դու ոչ մի բանի հետ կապ չունես։ Բոլոր խնդիրները ես կլուծեմ։ Բայց դու իրավունք չուներ տենց բան մտքովդ անցկացնել։ Այդ մենակ քո պատմությունը չի ու մենակ քո որոշելու բանը չի։ Կամ ոնց։ Ոնց ես տենց բան ուզում անես, հա? Ինչ ամուսինը 4 տարի հետո վերադարձել է, այլ չի ուզում մենակ ապրի։ Հիմա ինչ, պետք ապրեք նենց ոնց որ ապրել եք, ամուսինը տալինելու, բա ես ով եմ։ Ես հենց հիմա տուն չեմ գա քո հետ, որովհետև Ալինան փոքր է, չեմ ուզում տեսարաններ սարքեմ, ոչ էլ ուզում եմ, որ սկեսուրդ խառնվի։ Ու դու հենց հիմա ինձ նորոյի համարը կտաս, կամ էլ չէ, հենց բաբկենի։ Շուշան, հենց հիմա։ Ալո։ Բան է եղել բալես։ Ինչ է եղել։ Հասար ուզածիդ։ Գնումը, ապրես։ Էս էր ուզածդ ընտանիքը։ Ասում էիր հերելն երեխեքիս գլխին։ Էս ինչ արեցիր։ Նորն է գալիս։ Շատ լավ անում։ Թող գա, որ որոշենք։ Մամ, Եթե իրան ինչ-որ բան դուր չի գալիս, թող ինքը գնա։ Մենք մեր երեխեքին կպահենք։ Այսինքն, եթե ես եմ այս ամեն ինչի մեղավորը, ես ինքս կգնամ։ Երեխեքիս էլ հետս կվերցնեմ։ Կարիք չկա բաբկենը գնա։ Մամա, խնդրում եմ։ մի րոպե, ես ստեղ եմ։ Ես եմ գնացել, ես էլ եկել եմ։ Ու նորմալ է, որ դու ինձ չես ընդունում։ Ու ես չեմ ուզում, որ իմ երեխեքը այս տնից գնան։ Չեմ ուզում, որ նորոն տնից գնա ու տուն չգա։ Ես եմ սխալ, ես էլ կգնամ։ Ոնց։ Մորդ թողնես գնաս։ Մի երեխա ունեմ ինձնից հեռու ապրի։ Այդ Շուշանի դաստիարակությունն է նորոյի գնալը։
Այդ ամեն ինչ ինքը տենց արեց։ Եթե չես ներում, ինչ որ բան դուրդ չի գալիս, դու գնա, էլի եմ ասում, մենք մեր երեխեքին կպահենք։ Ես շատ լավ գիտեմ, թե դու ինչ ես ուզում, որ բաբկենը գնա։ Կարծում ես ոչ մի բան չգիտեմ։ Ամեն ինչ գիտեմ։ Մի բուռ քաղաքում ենք ապրում, աղջիկ ջան։ Ու շնորհակալ պետք է լինես, որ արարքներիցդ հետո բերանս փակել եմ, լռել եմ, ոչ մի բան չեմ ասել, որ ընտանիքդ պահես, որ երեխեքդ հոր ու մոր հետ մեծանան։ Այսինքն Ասա, խոսա Շուշան, ասա թող իմանան, ասա։ Ինչ պիտի ասի մաման։ Կարողա դու ասես ճիշտը։ Ստեղ ոնց որ սխալ տպավորությունը, թե ինչի համար ես եկել ու ինչ ես ուզում գնաս։ Այդ ոնց ես խոսում հորդ հետ։ Ես մանվելենց տնից եմ գալիս։ Ու իրա հոպարն էլ է եկել հետոտ։ Այդ ինչ կապ ունի։ Ես քեզ ասում եմ մորդ հարցեր տուր։ Տատինքը կին ու երեխա ունի։ Մի քանի օր առաջ կռիվ ա եղել, ոստիկանությունն ա խառնվել, վախեցել ա որ կբռնեն, դրա համար էլ եկել ա Հայաստան։ 4 օր ա Հայաստանում ա, 3 չի եկել, տենց չի։ Հիմա էլ զանգել ասել են, որ խնդիր չկա, ոստիկանության թեման փակ ա, դրա համար էլ ուզում ա գնա։ Ոչ թե նրա համար, որ ստեղին ամ վատ են ընդունել։ Բաբկեն։ Ինչ անեմ, մամ, ուզում էի ասեի չհարմարվեց, չստացվեց։ Բա ինձ ասում էիր վատ ես եղել։ Հիվանդանոց ես պարկել։ Սպասի։ Կամի։ Խոփել ես։ Էս ինչ արեցիր, Բաբկեն ջան։ Բոքու երեխեք։ Տենց է ստացվել, մամ։ Ընդեղ էլ երեխա կա։ Որ քեզ խելոք պահիր, կարող է միտքը փոխեր ու մնար, չգնար։ Դու քեզ լսում ես, տատ։ Ինչ ասես հորինել էիք։ Մարդը հիվանդ ա, վատ ա, հնարավորություն չունի զանգելու։ Մարդը ընտանիք ունի, մենք իրա ինչին ենք պետք։ Ասում են նենց անեք, որ մնար։ Հերիկա, հասկացանք։ Սխալվել ա, ես էլ եմ մեղադրում։ Ես էլ եմ նեղացած։ Բայց եթե հորդ չեք կարողանում ներել, ուրեմն մորդ հետ էլ նույն ձևով պետքա վարվեք։ Նույն ձևով պետքա դատեք։ Ոչ մի բան չունես ասելու Շուշան։ Ասա, որ 2 տարի է չես աշխատում։ Ասա, որ մի տարի չգիտենք, թե ուր ես աշխատել։ Ասա, որ հիմա արձակուրդի մեջ չես։ Որ չես աշխատում, որովհետև քո կյանքում ուրիշ տղամարդ կա։ Ու դու էլ հետ չես մնացել Բաբկենից, նույն բանն ես արել։ Ասա, որ չեմ խաբում, թե չէ երեխեքդ նենց են նայում, ասես հրեշ տեսած լինեն։ Մամ։ Սուս մնա։ Խոսա Շուշան, եթե իմ տղան մեղավոր է, թող իմանամ, որ դու էլ սուրբ չես։ Ես իմ երեխեքին չեմ թողել գնացել։
Ես իմ երեխեքի կողքին եմ աղել, նվիրվել, մեծացրել, սեր տվել, ու հիմա էլ ոչինչ չի փոխվել։ Ու խնդրում եմ մի մոռացի, որ 4 տարի ոչ մի տեղեկություն չունեինք բաբկենից։ Մի րոպե, այսինքն ճիշտ է ասում։ Բա ոչ չեմ խաբում։ Մամ, ճիշտ է։ Նորա, բալես, մենք նոր ենք ծանոթացել։ Էդ էլ Աստված գիտի։ Տատ ուղղակի խնդրում եմ քեզ, սուս մնա։ Նորո ինձ լսի։ Ինքը շատ լավ մարդ է, շատ լուրջ մարդ է։ Ես ինքը գալու է ձեր հետ ծանոթանա, ուղղակի ես վախենում էի ձեզ ասեի ու չգիտեի ոնց ասեի, բայց որ դուք ընդունեք, Կյանքում տենց բան չի լինելու։ Նոր ինքը ձեր տարիքի քույր ունի։ Գիտես, քրոջը մեծացրել է, ամբողջ կյանքում ընտանիք չի կազմել։ Հիմա ուզում է ընտանիք կազմի, Նոր։ Ինքը շատ լավ մարդ է, շատ լուրջ մարդ է, բալես։ Չես լսում։ Ասում եմ կյանքում տենց բան չի լինելու։ Նոր մի ասա տենց։ Բալես ինչքան եք սենց մենակ ապրելու։ Մենք մենակ չենք։ Դու գիտես ես ինչ նկատի ունեմ։ Ես էլ նկատի ունեմ այն, ինչ ասում եմ։ Ինքը կգա ու կխոսի քեզ հետ։ Ինքը բոլորիդ հետ պատրաստ է խոսել։ Կամ մենք, կամ էլ ինքը։ Դու որոշի։ Տենց մի ասա, բալես։ Ես միևնույն է ձեզ եմ ընտրելու։ Ես ձեզնով եմ ապրում։ Դուք եք իմ կյանքի իմաստը։ Ես միշտ եմ ձեզ ընտրել ու միշտ ձեզ եմ ընտրելու։ Ուղղակի ուզում եմ, որ ինձ հասկանաս։ Այդ հասկանալու բան չի։ Էլ չեմ ուզում լսեմ։ Եթե մի անգամ էլ լսեմ այդ մարդու մասին, ուղղակի կգնամ այս տնից։ Ես քեզ շատ լավ եմ հասկանում, դու էլ պիտի ինձ հասկանաս, խնդրում եմ Արշակ վերցիր ու քրոջը դու գնա Ամերիկա, ոնց որ պլանավորել էիր, ես չեմ կարող թողնել երեխեքիս, ոչ էլ կարող եմ հաշվի չառնել կարծիքները, իմ երեխեքն են, իմն են հասկացի, ես պատասխանատու եմ իրանց առաջ, այս երեխեն էլ մեղավոր չի, ես այս երեխուն էլ արդեն սիրում եմ, նենց ոնց իմ երեխեքին, ոնց իմ երեքին, բայց եթե ստիպված եմ ընտրել, դեռ չծնվածին ընտրել չեմ կարող։ Գներես ինձ։ Գներես, որ այսքան մեծ հույս ու երջանկություն տվեցի քեզ։ Ու հիմա հետ եմ վերցնում։ Գներես, բայց փորձի հասկանալ, եթե չես հասկանա, գոնե փորձի ներել։ Վերջացավ ամեն ինչ Արշակ։ Երևի հենց սկզբից էլ սխալ էր։ Ես պիտի իմ ճակատագրին ենթարկվեի։ Հենց որ բժիշկը պատրաստ լինի կկանչեմ։ Այսօր բան չես կերել, չէ։ Մնացած ամեն ինչ արել եմ, սպասի կկանչեմ։ Ալո, հա մամ ջան, ամեն ինչ շատ լավ է փառքաստ։ Տիկոին էլ ասա մի անհանգստացի, մի քանի օրից ջուտդ մոտդ կլինի։ Շատ լավ է, շատ։ Լավ ես զգում քեզ։ Բժիշկը սպասում է, գնանք։ Շուշան, ամեն ինչ նորմալ է։
Արշակ, ես չեմ կարա։ Շուշան, Արի հանդիպենք, խնդրում եմ։ Ես չեմ կարա, Անուշան։ Չեմ։ Չես պատկերացնի ինչ ես արել իմ համար։ Պապերս շնորհակալ եմ։ Կյանքում չես փոշմանելու սրա համար։ Խոստանում եմ քեզ։ Մենք վաղը Մեքսիկա ենք թռնում։ Տեղում կսպասեմ, մինչև որ կարողանանք սահման անցնել։ Շուշան, դրանից հետո ես ամեն ինչ կանեմ, որ երեխեքին էլ բերենք։ Ամեն ինչ կանեմ, երթվում եմ։ Մյուս տուն էլ կծախեմ։ Կասեմ, որ բերեն, նենց ոնց որ մենք ենք հիմա գնալու։ Երեխեն էլ կծնվի։ Կապրենք իրար հետ, երեխեքի հետ, ես քեզ խոստանում եմ։ Շուշան, լսի, երեխեքիցդ ընդամենը 6 ամսով ես բաժանվելու։ Լսի, ես փող չեմ խնայելու, որ 6 ամսում սարքեն թղթերը։ Երթվում եմ։ Շուշան, դու հավատում ես ինձ։